Մինչ սկսելը կուզենայի հիշեցնել ձեզ, որ պատերազմը ոչ միայն սահմանում է, այլ նաև ինֆորմացիոն է ինտերնետում։ Շատ վատ բաներ են մեր հասցեին հենց հիմա գրում սպոյի վիդեոյի տակ։ Ես կուզենայի մենք բոլորս մտնենք հիմա լինքով, որը կլինի ապիսանյայում, եւ դրանց կարոչի դուք հասկացաք, լինքը ներքևում է։ Բարև բոլորին, ձեր հետ Էրիկ Հակոբյանը, եւ հիմա ես ուզում եմ սովորացնել ձեզ ոնց անել ուղիղ եթեր ձեր YouTube ալիքով։ Ցանկացած մարդ, որը SMS-ով պատվիրտացիա արե իր կանալը, կարող է դա անել։ Դրա համար ընդամենը այստեղ, երբ որ մտնում եք կանալ ստատուսի ֆունկցիի, կա կնոպկա պատվիրտать, SMS-ը ստանում եք, գրում եք եւ կարող եք մտնել прямой трансляции, այնտեղ կգտնեք կնոպկա միացնելու եւ կտեսնեք սա։ Սենց մի բան։ Սա ձեզ պետք չի։ Սա նրանց համար է, ովքեր ունի հատուկ ծրագիր, որպեսզի անցկացնել on-line трансляция, մեզ սկսնակներին պետք է մտնել все трансляции եւ սեղմել запланировать новую трансляцию։ Դրանից հետո ստեղ գրում եք название, ստեղ իմ մոտ ավտոմատ սա գալիս է, քանի որ ես գրել եմ настройки մեջ, որ բոլոր նոր վիդեոների վրա այս շաբլոնը գա։ Հիմա երբ որ մենք սեղմում ենք ստեղ быстрая ընտրում ենք Hangouts в прямом эфире, մեզ պետք է գալու Hangouts ծրագիրը։ Սեղմում ենք начать прямой эфир, սպասում ենք մի փոքր։ Так, эса. Все готово. Сейчас начнется трансляция с помощью Hangouts. Սեղմում ենք OK եւ բացվում է հատուկ edge։ Ստեղը ամեն ինչ լինելու։ Հիմա դուք կտեսնեք ինձ ինչ որ բան եղավ, հա, մեծացվեց։ Դուք ստեղ հիմա կտեսնեք ամեն ինչ։ Так, սկսենք նրանից, որ պետք է սպասենք загрузкեն էս 13-14% դա անցնի։ Այս կանաչը դա իմ ձենն է, որը ռեգուլիրovat է անում, մի խոսքով, ստեղ դուք կգտնեք настройկաներ, ISC control room-ն է, ստեղ դուք կարող եք ձայնը ձեր բարձրացնել կամ ցածրացնել, միկրոֆոնը անջատել, միացնել, կամերան անջատել եւ միացնել։ Հիմա, երբ որ մեր մոտ այս ամեն ինչը պատրաստ է, մնում է մենակ սեղմել IS կնոպկեն, начать трансляцию։ Դրանից հետո ձեր ալիքում կսկսվի տրանսլյացիան, իսկ տրանսլյացիայի նկարը կլնեք դուք ինչ որ ուղիղ եթերում կա։ Ստեղ դուք կարող եք տեսնել քանի մարդ է նայում եւ այլ։ Նաեւ ամենակարևորը նա է, որ դուք իմանաք ոնց կանչեք մարդկանց ձեր on-line։ Օրինակ դուք ունեք ընկեր YouTuber, որը ունի ալիք, ասենք մի 100 պատվիշիկ, ու դուք ուզում եք անցկացնեք իրար հետ ստրիմ ու խոսակ ինչ-որ բաների մասին։ Դրա համար դուք սեղմում եք ISC, пригласить участников, եւ ստանում եք հատուկ սիլկա, ուղարկում եք ձեր ընկերոջը սոցցանցով, ասենք Facebook-ով եւ ինքը սեղմելով այդ սիլկային, այդ լինքին հայտնվում է հատուկ ծրագրի մեջ, IS ծրագրի մեջ, եթե ինքը կոմպով է, կամ էլ հեռախոսով է, եթե ինքը իր մոտ բացվում է Hangouts ծրագիրը։ Եվ ինքը գալիս է ձեր մոտ։ Հենց որ դուք եք խոսում, ձեզ է ցույց տալիս, հենց որ ինքն է խոսում, իրան է ցույց տալիս։ Այդ ձևով, այդ կերպ դուք ասենց հետաքրքիր ու լրիվ ավտոմատ ձևով կանցկացնեք ուղիղ եթերներ։ Անցկացրեք, կանչեք ինձ, այդ սիլկան գցեք ինձ սոցցանցում ինձ դրոժի տվեք, սիլկեքը ներքևն է եւ կարող եք ինձ կանչել։ Եթե ինձ հարմար լինի, ես շատ մեծ սիրով կօգնեմ ձեզ, կգամ եւ ձեր ուրեմն սիլկան, ձեր on-line տրանսլյացիայի post կանեմ բոլոր տեղերը, որտեղ ես կամ։ Պետք լինի վիդեո կնկարեմ ու կասեմ եկել եմ ձեր մոտ on-line, որպեսզի իմ ուրեմն զրուցիչները կան։ Կարամ ես էլ անեմ on-line, դուք էլ։ Համ իմ ալիքում լինի, համ ձեր, համ սիլկեն տամ ձեր ալիքի։ Մի խոսքով հիմա նաև ես ձեզ կսովորացնեմ մի քանի բան, ստեղ կան effect-ի Google,
Եթե դուք սեղմ եք, դուք կարող եք ինչ-որ էֆեկտներ օգտագործել, օրինակ, հիմա ես կդնեմ իմ գլխին գլխարկ, հեսա մի վարկյան, տակ, պետքա դրվեր, գիտեք, պետի որ դրվեր, երևի լույսը քիչ աստեղ, բայց, ուզում եմ իմանալ, որ կարա գլխարկներ դնել, ինչ-որ մասկեք դնել, ակնոցներ, բարադա եւ այլ բաներ։ Հետո կփորձեք այդ սաղ կանեք, ձայներ, սենց ինչ-որ ծափահարություններ, կարաք ֆոնը փոխեք, եթե ունեք խրոմոկեյ, այսինքն կանաչ ֆոն ունեք, ձեր հետևը կարաք ֆոնը ուրիշ բան դնեք։ Հիմա այդ ամեն ինչը չգիտես խի չի աշխատում, չգիտեմ խի, այս ֆունկցիաները։ Ես օգտագործում եմ MacBook, դրա համար կարող է լինի ինչ որ ծրագրային խնդիր։ Նաև դուք կարաք ցույց տաք ձեր էկրանը։ Սեղմում եք սրա վրա եւ ընտրում եք ինչ կոնկրետ ինչ ծրագիրը ցույց տաք եւ այլ։ Նաև այս ձևով դուք կարաք դոնատնել ցույց տաք, այսինքն ես հետո ձեզ ցույց տամ ոնց կարելի է դա անել։ Մարդիկ կան, որ այս Google Hangouts-ից չեն օգտագործում, մտածելով որ դոնատը չի լինի։ Իրականում ես ձեզ ասեմ, որ կարելի է Google Hangouts-ով այս ծրագրով անել on-line, ցույց տալ ձեր էկրանը եւ դոնատը։ Ամեն ինչ տենց հնարավոր է։ Այս ծրագիրը 1000 անգամ ավելի հարմար է։ Ես օգտագործում եմ օրինակ հիմա թույլ է իմ նոթբուկը, դրա համար երբ որ ես օգտագործում եմ ուրիշ ծրագրեր on-line-ի համար, կտրտումը ահա որ։ Իսկ sense նորմալ է։ Պլյուս, եթե ձեր ինտերնետը լավը չի, սա ձեզ ավելի շատ պետք է գա, որտեվ ինքը նենց անում, որ օպտիմալ լինի ամեն ինչ, որ չկտրտի։ Մեկ կարող է որակը գցի, պիքսելներ սարքի, բայց օբշի ինքը պատվադից ձեզ չի անի։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ հենց սա։ Ձեր Էրիկ Հակոբյաններ, հույսով եմ, որ ձեզ օգնած եղա։ Շնորհակալություն դիտումի համար եւ հաջողություն։